Սրտիս մեջ կար խոսելու Առակաց գրքի 17-րդ գլխի 17 համարից բարեկամ ամենատենկը սիրե ու եղբայրը նեղության ժամանակի համար ծնված է, բայց երբ որ եղբայրը բացեց պաշտամունքը, փոխվեց միտքս, մի ուրիշ բան որոշեցի մեջտեղ բերել եւ մանավանդ Պետրոս Արաքյալն ասում է, ով ինչ շնորհք որ առավ իրարու մատակար արեցեք, այդ խոսքի վրա հենվելով ես ուզում եմ կարդալ Տիրոջ միս տրված տարիներ առաջ բանաստեղծություն չեմ ասի, սա պարզապես չափածո քարոզչություն, այդպես ասենք, խոսքի մատուցում, ոչ թե բանաստեղծություն, եւ դա եմ ուզում փոխանցել Աստծուց տրված եւ ուզում եմ ես համարը կարդալ Հակոբոս Արաքյալի այս համարը եւ կկարդամ այն ինչ որ պիտի կարդամ, այսպես է գրած Տիրոջ խոսքը Վասնզի դատաստան անողորմ պիտի լինի նրան, որ ողորմություն չի անում եւ ողորմությունը կպարծենա դատաստանի առաջ։ Իհարկե ես այս համարը կարդալուց տարիներ առաջ միշտ մտածում էի անպայման դրամական ողորմության մասին է խոսքը, բայց ոչ միայն դրամական ողորմության, ոչ միայն փողի մասին, ես այդպես կարծում էի, այո կա փողի մասին ողորմությունը, բայց նաեւ ինչպես մենք ամեն օր աղոթում ենք եւ մեզիները մեր պարտքերը, ինչպես մենք կներենք մեր պարտապաններուն, նաեւ սա ավելի խորը բացատրություններով մտնում է այս համարի մեջ եւ դրա համար եղբայրներ քույրեր ուզում եմ շարունակել առաջի եղբոր այդպես խոսքը, որ ինքը պաշտամունքը բացեց կարդալով այս Տիրոջ միս տրված այս բանաստեղծությունը, որ կոչվում է երազ եւ սրանով կավարտեմ իմ խոսքս։ Երազ Հակոբ Արաքյալի 2:26-ի մեջ էլ նույնպես գրված է, քանզի ինչպես մարմին առանց հոգի մեռած է, նույնպես էլ հավատքը առանց գործերի մեռած է։ Ես դեռ երբեք այսպես երազ չէի տեսել։ Իբր թե մարմնով երկինք բարձրացել, սպասում էի դռների առաջ, ուր բազմություն կար մի մեծ հավաքված, երկար, շատ երկար սպասելուց հետո ականջիս հասավ անունս հանկարծ, եկան կապեցին աչքերս շորով եւ ինձ ներս տարան թևանցուկ արած, աչքերս բացի եւ ես ինձ գտա մի մեծ սենյակում, ուր ոչ ոք չկար, դռներն ու պատերն ամեն ապակուց տեսնում էի ես իմ սենյակից դուրս եւ պատից այն կողմ տեսա բազմություն սեղաններ շարված մեծ ուրախություն, ինչ կերակուրներ խիստ անպատմելի, մի մեծ լույս փայլուն շատ զարմանալի, փորձեցի ես էլ մոտենամ նրանց, բայց փակ էր ավաղ, դուռ եւ պատուհան, սովն էր սկսել տանջել մի կողմից, ծարավի մասին արդեն խոսք չկար։ Մոտեցա անկյան մեծ պահարանին, բացեցի դուռը, դատարկ էր լրիվ, նկարներ տեսա եւ այ քեզ զարմանք, նկարները իմ եղբայր քույրերի, եւ հանկարծ նկարն իմ եղբոր խոսեց, որի խնդրանքը չէի կատարել, այն գումարը, որ քեզնից խնդրեցի, ինչ եղավ եղբայր, սպասում եմ դեռ, մեկ ուրիշ քույրիկ հանկարծ ձայն տվեց, ախ այդ խեղճ քույրը ծանր հիվանդ էր, քանի անգամ էր անունս տվել, մեկ անգամ գոնե չէի այցելել, դիմացս ելավ իմ այն ծեր քույրը, որին բժիշկի տանել խոստացա, ասաց մրսում եմ եղբայր իմ ուր ես, քեզ եմ սպասում փողոցում կանգնած, եղբորս տեսա այն նորահավատ, որին սեր էի քարոզել հաճախ, ասաց եղբայր իմ այդ ինչպես եղավ,
երբ ես ննջեցի, հրաժեշտի չեկար, փոքրիկին տեսա ես այն մահացած, եկավ փարվեց ինձ խիստ ուրախացած, ասաց եղբայր իմ ինչ լավ եղավ որ չուղարկեցիր ինձ դեղը հարկավոր, չէ որ գուցե ես առողջանայի, Հիսուսին այնքան շուտ չտեսնեի, եւ մուրացկանին տեսա այն թշվառ, երկու ոտքերը ծնկներից կտրած, իր միակ ձեռքով նա փող էր մուրում, ասելով եղբայր ինչ ես հապաղում, ճակատի սառը քրտինքն էր պատել, ոնց է ուզում սա շուտ վերջանար, ծառավն ու սովն էլ սկսեցին տանջել, իսկ կերակուր դեռ ինձ տվող չկար, կերակուր էին վաճառում դրսում, բայց գրպաններիս մեջ դրամ չկար, մի եղբայր կանչեց գնա եւ հանիր, գանձանակի քո դրամը եղբայր, ոնց ուրախացա ելքը գտնվեց, որ քաղցը շուտով պիտի հագենար, բայց երբ մոտեցա ձեռքս տարաներս, դատարկ էր լրիվ, ոչ մի բան չկար, եւ այ քեզ զարմանք, տուփն այն գեղեցիկ, լեզու առավ եւ սկսեց խոսել, անտարբեր էիր անցնում իմ կողքից, մի փնտրիր դու այն, ինչ որ չես գցել, ես սկսեցի հանկարծ բղավել, քանզի այլևս ուրիշ ճար չկար, Տեր քո անունը շատ եմ քարոզել, պաշտամունքներին եղել եմ ներկա, եւ ինձ բերեցին մի թղթապանակ, հոգևոր կյանքից գործերով լցված, հույսով բացեցի ես սակայն, ավաղ, նայում էին ինձ թղթերը դատարկ, ոչ գութ կար, ոչ գործ, ոչ սեր, ողորմություն, ես ուշ հասկացա Տիրոջ խոսքերը, որ դատաստանին ինչն է պարծենում, ողորմությունը ասում է Տերը, եւ ես ասացի եղբայր քույրերիս, այնտեղ ունեի դրամ հավաքած, գնամ եւ բերեմ ու տամ բոլորիդ, բայց մի ձայն կանչեց, շատ ուշ է հիմա, հիշում ես արդյոք, որ ամեն խոսքից խռովում է իր չարությամբ լցված, ոնց է իր երես թեքում բոլորից, մոռանում է իր ուխտը տարաստված, միշտ խոսում է իր ողորմությունից, ով դու հիշաչար, ատելությամբ լի, բրիժառության կրակն էր վառվում, երբեք չներող սրտիդ խորքերում, սուտը դարձել էր համեղ կերակուր, բանսարկությունդ հաճելի այնքան, քո չար խոսքերից խարդախ անմաքուր, որքան հոգիներ զոհերդ դարձան, երեսիդ գույնը փոխվում էր հաճախ, ծիածանի 7 գույների նման, երեկվա խոսքը քո բերնից ելած, չեր համընկնում քո խոսքին այսօրվա, ձայնը դադարեց, իջավ լռություն, մի ցավ էր պատել մարմինս համակ ու ոսկորներս փշրվում էին, հանկարծ սենյակից լույսերը հանգան, ուրվականներն ինձ շրջապատեցին, թողեք ինձ գնամ, բաց թողեք հիմա, ախ մի խեղտեք ինձ, վառեք լույսերը, այս ինչ է սողում մարմնիս վրա, այսում մատներն են հանում աչքերս, եւ հենց այդ պահին լույսեր վառվեցին եւ ինձ ժպտացին եղբայր քույրերս, բախտավոր ես դու եղբայր ասացին, որ սա երազ է, այլ ոչ ճշմարիտ, վեր թռատեղից, քրտինքն էր պատել, ամբողջ մարմինը սառը օձի պես, սիրտս ուզում էր իր տեղից պոկվել, եւ մեկը չկար ինձ մխիթարեր, ու մեկից հանկարծ խենթացա կարծես, ուրախությունից այն անակնկալ, որ սա իսկապես միայն երազ էր, եւ իմ առջևում դեռ ժամանակ կար, այսօր կարող է մեռնես, հասկացիր,
առանց գործերի ուր ես գնալու, առանց հավատքի ուր ես գնալու, ամեն քնելուց մի պահ մտածիր, որ վաղը գուցե չես արթնանալու, ուստի կարդում եմ Աստծո խոսքն արդար, գործով է հավատքը երևալու, և դատաստանին քեզ համար միայն ողորմությունն է պարծենալու։ Տեր օրհնի, եղբայրներ, քույրեր, մենք ինչպես այս հավատացյալը արթնացավ երազից և ուրախությունից խենթացավ, որ երազ էր, մենք փառք տանք Տիրոջը, որ այսօր դեռևս կենդանի ենք կանք և այսօր Տերը ուղղորդել է մեզ պաշտամունքին, վերստին, ինչպես եղբայր առանձին առաջի եղբայր ասաց, քննենք վերստին մեր ծածուկ անկյունները, համարձակորեն մտնենք մեր ներքին սենյակը, մարդիկ հասնում են լուսնին, Մարսին, տարբեր մոլորակներ, բայց շատ քչերն են համարձակվում մտնել իրենց ներքին սենյակը, բաց անել կափարիչը և թե այնտեղ ինչեր կան։ Մի քույրիկ այսպիսի նորից երազ էր տեսել, սա էլ ասեմ և կվերջացնեմ իմ խոսքս, ուրեմն ինքը տունը շատ խառն է լինում և հանկարծ ընկերուհին զանգում է ուրիշ քաղաքից և ասում է գալիս եմ քեզ հույր, բայց ինքը տեսնում է, որ ինքը պատրաստ չի ընդունելու և շատ խառն է լինում տունը, այսպես անկարողությունից ընկնում է այսպես հիստերիայի մեջ և լացում է և այդ լացի ժամանակ քունը տանում է և երազին տեսնում է, որ Հիսուսը ներս մտավ, Հիսուսը որ ներս մտավ, ամեն բան սկսեց գնալ իր տեղը, ինչ որ սխալ տեղում էր դրված, ինչ որ կեղտոտ էր, ամեն ինչ սկսեց մաքրվել։ Հիմա այսօր մեր օրն է, եղբայրներ, քույրեր, մենք սիրում ենք Տիրոջը, մենք ուզում ենք, որ Տիրոջ բաժինը դառնանք, հասնենք Տիրոջը, և հենց այսօր մեր ներկայությունը, մեր դավկայությունը, որ մենք ուզում ենք Տիրոջը, մենք սիրում ենք Հիսուսին, մենք քայլ էր արել նրա ողորմությամբ, և հիմա բաց է շնորհքի դուռը, սա հրաշալի ողորմություն է մեզ, եղբայրներ, քույրեր, արդարանալ շնորհքով, ձրի, հիմա բաց է շնորհքի դուռը և համարձակորեն քայլ անենք, քննենք մեր սրտերը և գանք Տիրոջ առաջ, որ նրա անունը փրկիչ է, նա ամեն րոպե բաց է ձեռքերը, արի զավակս և համարձակ մտնենք Հիսուսի գրկի մեջ, թող Տիրոջ անունը փառավորվի, ամեն։